Բարև ձեզ դիտակետն ուղիղ եթերում եք զրուցենք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան տնտեսագիտության թեկնածու դոցենտ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ պարոն Ղազարյան, ուրախ եմ ձեզ տեսնել դիտակետի տաղավարում։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, քանի որ երեք ազգային ժողովում խորհրդարանական լսումներ էին եւ ինչպես միշտ դուք ներկա եք եւ շատ հարցեր ունեիք իշխանության տարբեր ներկայացուցիչների, տարբեր կառույցների, ինչպես միշտ շատ սուր, խելացի հարցադրումներ ձեր կողմից եւ իհարկե բնականաբար այդ ամենի պատասխանը կամ չունեին, կամ չցանկացան պատասխանել, ինչևէ ի վերջո հասավ նրան, որ ձեր ելույթի ժամանակ ձեր խոսափողը անջատեցին եւ դուք ստիպված եղաք դուրս գալ ազգային ժողովից, բայց իհարկե ձեր ասելիքը այնուամենայնիվ տեղ հասրեցիք։ Ինչ տպավորություն ստացաք, ինչի համար գնացել եք, այդ հարցերի պատասխանը դուք ստացաք, թե ոչ։ Նախ այդ խորհրդարանական լսումները, երբ որ կազմակերպվում են իշխանական ուժերը, կոնկրետ այդ լսումները կազմակերպել էր Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը, իրենք դա որպես կան, ինչքան որ ես գնացել եմ տարբեր հանձնաժողովների կազմակերպած լսումներ, դες բանը սիրում եմ էլի գնամ մտnem դրանց որջը։ Նույնիսկ ստեղծում եմ ազգային ժողովում այդ լսումների մասին հայտարարություն, ինքը զանգում եմ կամ էլեկտրոնային փոստով նամակ եմ գրում, գրանցվում եմ, գնում եմ։ Իսկ միայն ընդդիմության կազմակերպած չէ, իմ համար կապ չունի։ Ու ինչ եմ հասկացել, որ սրանք դա անում են ձևական կողմը ապահովելու համար։ Այսինքն, այդ երեխայի իրավունքների պաշտպանությանը նվիրված մի օրենսդրական փաթեթ են մշակել, ոնց որ հասկացա UNICEF-ի հետ, այդ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ, դրանք էլ այդ կոֆե բրեյքի փողը տվել են, բերել են տարբեր մարդկանց, հիմնականում ոչ թեմային առնչվող շահառուների եւ այլն, բերեն նստացրել են այնքան որ ցույց տան, որ իրանք խորհրդարանական լսում են կազմակերպել, իրանք նկարվեն, իրանք իրենց ելույթներ ունեն, հետեւաբար տարբերվող կարծիք, իրական մտահոգություններ, որոնք հենց վերաբերում են երեխայի իրավունքներին, ընտանիքներին, բարեհոգեբանական մտնոլորտ, իրանք չեն էլ ուզում լսեն, դեռ այտենց մարդ չկա, որ ուզենա լսի։ Մարդու իրավունքների պաշտպանի անբովանդակ ելույթ է, նույնը մյուս փոխնախարարների ու հարց է տալի հարցերին պատասխանից են իրանք իրանց գոհ, ասեք կրթության նախարարը, փոխնախարարը գալի կանգնում ինքը մի քանի ցուցանիշներ, դա ասենք այդ որ փոխնախարարն լինի, մի քանի վիճակագրական ցուցանիշ չի ունենա, որ ժամանակները մովել աշխատի, վարչությունները, բաները մի երկու աղյուսակ, մաղյուսակ, մի երկու թիվ կգրեն, բովանդակային պրավալ են տվել ամբողջ խայտարակ վիճակը ամբողջ կրթության համակարգում, բարձրաձայնեցել, չէ՞։ Շրջանավարտների 25%-ը դրական գնահատական չի, այսինքն այդքան պետությունը փող է ծախսում, այդքան դպրոցներ են կառուցում, որտեղ կառուցում են, այդքան ուսուցիչների վերապատրաստում, աշխատավարձ, դպրոցի այդ ամեն ինչի համար է արվում, որ մեր երիտասարդները կրթություն ստանան, գիտելիք ունենան, չէ՞, ոչ թե այդան դպրոցի պատերի Նիկոլ Փաշինյանի ասույթները գրեն կպցնեն, իրանք այդան դրա տակը նկարվեն, այլ որ այդ դպրոցում լինի բովանդակային կրթություն, որ հասարակությունը տգետ չմեծանա, մնան տգետների դպրոցի հույսին հետա Մարլենկա լսեն կամ Կարլենկա։ Դրա համար պիտի իրական գիտելիքը ստանան դպրոցում, դպրոցներում էլ խայտարակ իրավիճակ, այսինքն մարդիկ գնացել են դպրոցում 12 տարի սովորել են, եկել են դրական գնահատական չեն կրել, ոչ թե գերազանց չի իրանց գնահատակ, դրական գնահատակ, այսինքն ասում եք ինչ է։ Ու այդ խայտարակ վիճակի ներկայացնողն էլ հարց է տալի, ասում ես երեխայի իրավունքներից եք խոսում։ Երեխանի օրվա մեծ մասը անցկացնում է պետական հաստատություններում, այսինքն 24 ժամը որ բաժանես, 8 ժամից ավել երեխան տանը քնած է, մնացած 8 ժամը անցկացնում է կամ դպրոցում, հələ դպրոցից հետո երաժշտական դպրոցում, արվեստի դպրոցում, մարզադպրոցում, բոլորը պետական եւ համայնքային կառույցներ են։ Այսինքն, եթե այդ կառույցները իրանց ֆունկցիոնալ գործունեությունը լիարժեք իրականացնեն, երեխաները եւ պաշտպանված կլինեն, եւ սիրո մեջ կլինեն, եւ հոգատարության մեջ կլինեն, եւ դաստիարակված կլինեն, եւ կրթված կլինեն, եւ կուշտ կլինեն, եթե չէ, ծրագրեր կա դպրոցի կրթության բանը, այդ դպրոցական սննդի եւ այլն։ Հիմա այսինքն իրենց պատասխանատվության հարցերը իրանք չեն կարող լուծեն։ Հələ հակառակը դպրոց են փակում։ Հիմա այս փոխնախարարին հարցնում ասում, «Մտ կասես»։ Հələ ես ասում ես, քանի դպրոց եք վերադրա թիվը գիտես։ Իսկ որ հարցնում եմ ասում 1-2 տարի քանի դպրոց եք փակելու, որ արդեն ծրագիր ունեն։
Ասում եմ մեր կառավարության որոշումների մասին հրապարակվում են դուք կարաք նայեք իմանաք։ Այդ ձեր վերանորոգածի մասն էլ կարանք նայենք իմանայինք։ Այդ վերանորոգածի թիվն չեք ասում։ 10 հատ վերանորոգում եք, 200 հատ փակում եք։ Բայց որ դպրոցը փակում եք այդ երեխեքը, իրանց ինչ իրավունք։ Բա տասնյակ հազարավոր երեխեքի սարքել եք փախստական, սարքել եք ծնողազոր։ Այդ հարցն էլ հնչեցրեցիք։ Մարդու իրավունքների պաշտպան ես։ Բայց չես ասում, ասեք այդ երեխեքը որտեղ են ապրում, ինչ են անում, ինչ մի զեկույց չի գրի, ասեք մարդու իրավունքների պաշտպանը կարա հատուկ զեկույցներ գրի, չէ՞։ Նայում առավոտից ցիրիկում դրանով զբաղվեր։ Կանաս գաղութ, այդը սպասի, էլի վախտը կգա կեթաս, էլի ասեք են չես խառնվե իրար։ Սրանց երբ նայում ես, այն Սրբույիկ Գայլյանն ելնի, Աննա Հակոբյանն ելնի, մարդու կանաս գաղու այ մարդը հասկացանք էլի։ Ուշք ու միտները այդ կանաս գաղութն է։ Կգա վախտը կգա կեթակ, այնքան կնստեք հավեսներ փախնի։ Հիմա ձեր գործով զբաղվեք, հարցը տալիս է, իսկ երբ որ գալիս է ելույթի ժամանակ, դու ասում ես դու բան ես բաներ ես ասում, մեզ համար հաճելի չի լսելը։ Այս ես ցույց ծեր ասածները մեզ հաճելի է լսելը։ Ասենք ես որ ներվերս անջատել եմ, նստել եմ այդ փոխնախարարների ասածները, մարդու իրավունքների պաշտպանի ասածը լսում ես։ Հələ բովանդակայինը ջանդամ իր հերթին ձայնի մի ինտոնացիա կա, որ սաղից վրա էլ ազդում է։ Դի ասենք հատուկ ջան գործադրես, այդ ձենիտակ ասեմ, ու էդ էլ են դեպք հոնա հեռախոսով YouTube-ում էլի ձենի կտրում ես, անջատում ես, չես լսում, պատկերը սևացնում ես, չես տենում, ինչ-որ մի ձևի լուծումներ գտնում ես։ Ընդ այդ հնարավորությունից զրկված ես, այսինքն խորհրդարանական լսումների մասնակիցները այդ իմաստով խոցելի են։ Դեմդ կանգնած խոսում է։ Ոչ կարաս մթացնես, չտենաս, ոչ կարաս զենի չաս, ոչ մի բան չէ, ստիպված պիտի լսես։ Բայց եթե ես ինձ տրամադրել եմ ստիպված ես լսում եմ։ Ասեք պատկերացնում եք ինչ ջանք է պահանջվում նորմալ մարդուց նստել նայել Ռուստամ Բաքոյանին։ Հələ ասենք իրա տարիքի իրանից երիտասարդ ոչ մի աղջկա մտքով չի անցե, որ դա կարելի է անել։ Որովհետև հասկանալի է, ոչ մեկն չի անի։ Հիմա այսքան մարդ նստա ստիպված նայում է, բայց եթե մենք ստիպված նայում ենք, դուք պետք է ստիպված մեզ լսեք։ Այն 4-5 րոպե, անգամ Ինչ 4 րոպե, 2 րոպեը չէի խոսել, ասենք, ընդամենը 5 րոպե խոսելու հնարավորությունը միտքը թեման ակնհայտ իմ ելույթի բովանդակությունը, թեմայի շրջանակներում, ուզում եմ իմ հələ բազմաթիվ խնդիրներ կար, որ պիտի ներկայացնեի, ասում է, ադրբեջանա-թուրքականն ասած, դա կախարդական բառերն է, էլի, բա, ադրբեջանա-թուրքականն ասած, վերջ, անջատեք, դե հիմա դուք սաղորը թուրքերին գովում եք, սաղորը ադրբեջանցիներին գովում եք, թուրքերին գովում եք, դրանց հետ խաղաղություն եք անում, բայց ձեր հեղափոխությունը դրանց է ծառայ, հենց չեք վատ զգում։ Հիմա ադրբեջանը թուրքականը հենց ասում ես դավայ, անջատեք, խոսափողն ասիկը քեզով այրը կամ այդ որ հրավիրեց բանը անվտանգության աշխատողների, որ ասում է դալեցության։ Ես հետո գնացի երեկոյան նորից ազգային ժողովի կանոնակարգը նայեցի։ Ես գիտեի որ տես բան չկա էլի։ Խորհրդարանական լսումների ժամանակ դա չի նախատեսում։ Դահլիճից մարդ կարելի է հեռացնել միայն ազգային ժողովի նիստերի ժամանակ։ Եվ դա կարանի միայն նիստը նախագահողից։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նիստը նախագահելու իրավունք ունեն միայն ազգային ժողովի նախագահը կամ նրա տեղակալներից որևէ մեկը։ Բաքոյանն էր, բայց նախագահում էս անգամ ազգային ժողովի նիստ չի դա։ Խորհրդարանական լսում, այսինքն դահլիճից մարդ դուրս հրավիրել խորհրդարանական լսումների, падգամավորների մոտ տեղի ունեցած հանդիպումների, քաղաքացիների ընդունելության ժամանակ չի նախատեսվում։ Դա կարալի է, եթե ասենք մարդը չգիտեմ, մարդը սպանում, հանցագործություն անում, մեկին ծեծում, այսինքն հələ եթայի ասենք Ռուստամ Բաքոյանի շփոթ է ինչ-որ մեկ է, ասենք մեկն ասի, ես հետում եմ սրան, բանա, ասում եմ, չէ, դա մարդա, միարա, մարդը, ասենք եթե այտենց մի հատ գործողություն լինի, այդ ժամանակ ոստիկանություն, անվտանգարան, չէ, բայց եթե մարդը կանգնած ամբիոնից խոսում է, դու ո՞վ ես դրան ասես, ինչ ես խոսում, ինչ ես անում, դադարեցրի, լսես բաներ, մեզի կյովի, դե իմ ասենք կյով եմ, քո ինչ հետ կյով եմ, այ բալա, ինչ հետ կյով եմ քո։ Հիմա այս ապօրինի իհարկե սա հետևանք է ունենալու, ես
Ընդ որում նա գիտեք, չէ, որ այդ մարդու իրավունքների պաշտպանի տեխնացիան քննարկման ժամանակ այդ հանրաժողովի նիստում նա իր խուլիգանական պահվածքի համար բոլոր դատաներով իզնից պարտվել է։ Հիմա պիտի Ռուստամ Բաքոյանը արդեն դատանի վաղուց հուլիս օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, որ նա պիտի իզնից ներողություն խնդրի, փոխհատուցման գումար վճարի։ Ու չի կատարում։ Չի կատարել, հարկադիր կատարման ծառայություն արդեն վարույթը նախատեսել է, դրանց բանի վրա կալանք են դրել իր հաշիվների վրա։ Հիմա ասկի չի կարա այդ ամա շալվարը առնի իրան, իր շալվարները սաղ կարճ է, չէ։ Նա չի կարա այդ իր համար շալվարը առնի, հաշիվների վրա կալանք է։ Ես հիմա չգիտեմ նա աշխատավարձ ոնց է ստանում, ինչ անում, բայց չի կատարում։ Իր դատան, այսինքն նա ոչ միայն առհամարել է խորհրդարանը, որի падգամավորն է հանդիսանում իրան դրսևորել է պարլամենտում խուլիգանի նման, նաև դատանի որոշումը չի կատարում։ Այսինքն նա իմ նկատմամբ ընդգծված հատու քաղաքացիների ընդունելություն ալում գնում եմ ազգային ժողով, երբ որ իր հերթնալում չի ընդունում, խտրական վերաբերմունք կա ցուցաբերում։ Իսկ գիտեք, չէ, արտոնությունով ընտրված պատգամավոր, դա է ամենասարսափելին։ Ինքը ասենք падգամավոր է դարձել, որովհետև ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է։ Այդ հրաշալի ժողովուրդը, նա տենում ենք ինչ փառավոր զավակներ ունի։ Հայաստանի անունը փառքը բարձր բան, օլե աշխարհի չեմպիոն դարձավ։ Ռոման Ամոյանը։ Հպարտություն է, չէ, մեր բոլորի համար։ Արցախյան պատերազմում քանի եզդի ժողովրդի, քանի փառահեղ ներկայացուցիչներ իրաց կյանքն է զոհաբերել հանուն Հայաստանի Հանրապետության։ Կամավորական ջոկատներ են ձևավորվել եւ Արցախյան առաջի պատերազմում եւ 44 օրյա պատերազմում։ Հենց եզդիների կամավորական ջոկատներ, մեր քաղաքացիական կյանքում, ինչ հարգանք են վայելում այդ մարդիկ մեր հասարակության մեջ, որտեղ ապրում են, առանձին համայնքներում կլինեն, թե այլ բնակավայրերում կլինեն, ամենուր նրանք հարգանք վայելող հրաշալի այսքան տարիներով մենք համատեղ մեր հասարակական կյանքի են լուսավոր կողմերից մեկն է այդ ազգային փոքրամասնությունների այդ բազմազան հարստացնում է մեր ընդհանուր մշակութային միջը, բայց այդ հրաշալի ժողովուրդ, այդ աշխատասեր, այդ բարի, այդ կամեցող մարդկանց ներկայացուցիչ ազգային ժողովուրդ, Ռուստամ Բաքոյան, դա խայտարակություն չի։ Ու այդ մարդը, որ այդ ժողովուրդը ներկայացնում է, նաև պետք է պատասխանատվություն զգա, չէ՞ դրա համար։ Ասի լավ այ մարդ, ես ջանդամը, ասենք թե ենթադրենք ես այդ ժողովրդին եմ ներկայ, այսինքն ինձ տեսնողը չի մտածում, ասի Ռուստամ Բաքոյանը խուլիգանություն անում, կամ էս անում, կամ այն անում։ Դատանի որոշում չի կատարում։ Այդ ժողովրդի ներկայացուցիչն է այդ ամեն ինչը անում։ Ու նաև ես կարծում եմ, որ մեր եզդի եղբայրները, քույրերը այդ պատահպիտի կանչեն ասեն արա, քեզ վերջը կարգիր իրենց նաև ներքին բաներով փորձեն դրան կարգի բերեն։ Պարոն Ղազարյան, այստեղ գրել են Երանի ձեզ տեսնեինք որպես ազգային ժողովի падգամավոր, պատկերացնում եմ ինչ կանեիք։ Ես դրանք ինչ սևորեր էին քաշում։ Ազգային ժողովը կլուծարի։ Կարող է չգիտեմ, համապատասխան ինչքանով այն բաներ լինում են, շներ լինում են, որ այնպես մի անշնորհք բան են արածել, որ գիտեն տիրոջ տենա ոնց են փախնելու։ Ես դրանք որից տենում են, ես կարող է սխալվում եմ, բայց ասեք իմ մոտ էտա պատկերավոր գալի էլի։ Փաստերը դրա մասին միանգամից ներվային վիճակի մեջ են ընկնում, օրինակ ասենք այդ որ հարցեր եմ, չէ՞ տալի, եթե փոխնախարարին հարց եմ տալի։ Կողքս նստած երկու падգամավոր, մի հատ գեշկենիկ կա բանը այդ կապանից։ Մեկը մի հատ, չգիտեմ, Տիգրան Փիլոսյանա, Փալասյանա, ինչը մի հատ վաղ դրանց ոչ ճանաչում ենք, ոչ բան ենք անում։ Առաջի անգամ եմ լսում։ Դες մի հատ Պարսալյանա, չգիտեմ, իստես մի հատ աղ շատ է, դրանց իրանց տնեցի գերեւի չեն ճանաչում։ Նստած տեղից անդադ խոսում են, աղմուկ են անում, խուլիգան էլի։ Ասեք եկա կնեք ես, ասա ինչ ես խել կտավել, լավ ասեք այն կողքինը, բանը եկա կնեք ինչ-որ մանկավարժել է, էլի բանել է։ Ասենք եթե ինքը մտածում է, որ ինքը դառել է ԿՊ, արդեն всё, Զավասկոյ խուլիգան է, էլի։ Արդեն ինքը պետք է իրան վատ ձևերով պա, որտեղ ինքը ԿՊ է, ամոթ է, որ ինքը հանգարց կոչվի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, ու նստի տեղը մի հատ անշնորհքություն չանի։ Այն բանկա չէ, որ մի հատ երեխա Էթմատունը ասում է դպրոցում ինձ ասել են Նիկոլա, ասում է դու ոչ մի բան չէիր, հանգիստ քո համար նստել էիր եկան քեզ ասին Նիկոլական։ Հիմա սրանցն է, որ գիտեն իրանք Նիկոլական են, ուրեմն պետք է մի հատ անշնորհք բան, մի հատ այլանդակություն պետք է անեն։ Այ ասա վերենգեք տեղները գոնե հանգիստ վերենգեք են
Պարոն Ղազարյան, վստահաբար տեղյակ եք, որ մենք արդեն ապրում ենք Հայաստանի 4-րդ հանրապետությունում, որովհետև իրենց 7-րդ, կխնդրեմ, որ անդրադառնանք իհարկե, 7-րդ իրենց համաժողովում, համագումարում Նիկոլ Փաշինյանը երկար ելույթ ունեցավ եւ պարզվում է, որ այս 4-րդ հանրապետությունը, երբ նա հռչակեց, դա ոչ թե իրենք են հռչակել, ասում է վաղուց հռչակված են սնուցող մայրերի խնդրանքով հռչակվել, դե երևի դա նկատի ուներ, դե սնուցող մայրեր տերմինն է օգտագործում, ասում է հռչակվեց Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Ինչ 4-րդ հանրապետություն, ինչի մասին է խոսքը։ Նախ ձեզ ասեմ, որ ես նաև սրանով ինչ-որ իմաստով կոչ եմ անում մեր հեռուստադիտողներին, մեր ընդդիմադիր այլ գործիչների, հասարակական գործիչների, իրենց խոսքում ընդհանրապես ես էլ եմ լսել։ Չօգտագործել։ Առաջին հանրապետություն, երկրորդ հանրապետություն, երրորդ խնդրում եմ էլի, մեր պետությունը մի համարակալեք, մեր պետությունը համարներ չունի, մեր պետությունը ունի անվանում, դա կոչվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ Հայաստան, այդ անվանումը մեր պետությունը ստացել է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով։ Մեր անկախության հռչակագրում չի ասվել, որ սա առաջին հանրապետությունն է, երրորդ հանրապետություն, 3/1 հանրապետություն է։ Դες բաներ չկա, դες ձևայ 1/3, դες բաներ չկա։ Համարներ չունի։ Եթե նույնիսկ մեր պետության ժամանակակից Հայաստանի Հանրապետության անվանումը համընկնում է 18-ից 20 թվի հանրապետության անվանման հետ, դա չի նշանակում, որ այնի առաջինը, այսի երկրորդը։ Այնի այդ պետությունը 18-ից 20 թվի դադարեցրել է իր գործունեությունը։ Եվ ոչ հայկական ԽՍՀ-ն է դառը դրա իրավահաջորդը, ոչ էլ նոր ստեղծված Հայաստանի Հանրապետությունը դրա իրավահաջորդն է։ Մենք այն պետության հետ մենակ մի առնչություն, մեր անկախության հռչակագրին ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է 18-ից 20 թվականին ստեղծված Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, այսինքն ոչ իրավահաջորդն է, ոչ դրա այն առաջինն է, այսի ընդամենը տոների հիշատակի օրերի մասին օրենքում է գրած առաջի հանրապետության օր, բայց դա չի նշանակում, որ էսի երրորդն է, որովհետև այն որ ասում են երկրորդը ինչ է նկատի ունեն, սովետական Հայաստանը, չէ, սովետական Հայաստանը ինքնուրույն պետական կազմավորում չի եղել, դա եղել է սուբյեկտ Խորհրդային միության որպես դաշնային կառավարման համակարգ ունեցող երկրի կազմում եղել է սուբյեկտ հանրապետության կարգավի խորհրդային միությունում հանրապետություններից բացի եղել են նաև ինքնավար հանրապետություններ, եղել են ինքնավար մարզեր Ռուսաստանի, այսինքն դա հանրապետական կազմավորումներ չեն, նույնիսկ եթե 18-ից 20 թվի հետ անվանումով է համընկնում, խորհրդային ժամանակներ հետ, դա Հայաստանի սովետական հանրապետություն չի կոչվել, կոչվել է հայկական խորհրդային սովետական սոցիալիստական հանրապետություն։ Հետևաբար սա չի կարելի ասել երրորդ սա պետություն է, պետություն, որը ստեղծվել է 90 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրով Արցախի Հայաստանի վերամիավորման արդյունքում, այդ պետությունը։ Եվ հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ոնց որ հայտարարում է, մտադիր այս պետությունը վերացնի, դա ուրիշ բան է։ Այդ ես հասկանում եմ, որ ինքը ուզում է այս պետությունը վերացնի։ Դրա համար անունը դրել է, որ ինքը 4-րդ հանրապետություն է ուզում ստեղծի, որպեսզի այս երրորդի լուծարման վերացման մասին խոսի։ Իսկ եթե պետությունը վերանում է, ով է ասում, որ դրա փոխարեն պիտի նոր պետություն ստեղծվի։ Ով է ասում։ Վերացավ։ Հիմա որ 10-20 թվականին Հայաստանի Հանրապետությունը դադարեցրել է իր գործունեությունը, չէ՞, վերացել այդ ստեղծված պետությունը 2 տարի հետո վերացավ։ Հայաստանի Հանրապետություն ստեղծվավ, չէ՞, խորհրդային միությունը այդ տարածքի վրա հաստատեց իր իշխանությունը։ Թե ինք խորհրդային միությունը ինչ կազմավորումներ է ստեղծել իր տարածքում, այդ արդեն խորհրդային պետությունն է որոշել։ Հիմա որ Արցախի հանրապետությունը լուծարեցին, փաստացի իրավաբանորեն չեմ ասում։ Դրանից հետո ստեղծվել է Արցախի երկրորդ հանրապետություն։ Չէ, Ադրբեջանը իր իշխանությունը հաստատել է այդ տարածքի նկատմամբ, եւ քանի որ ինքը ցեղասպան երկիր է, հայ ժողովրդին ով որ ընդեղ ապրում էր, այդ տարածքից
բռնի տեղ անել է, որովհետև Ադրբեջանում հայեր չեն կարող ապրեն ըստ ադրբեջանական իշխան, որովհետև այդ իշխանությունը ադրբեջանական ինքը ֆաշիստական իշխանություն է։ Ինքը կոնկրետ ազգային խմբավորման, էթնիկ խմբի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերում է ֆաշիստական ատելություն։ Այսինքն ասում է, եթե իր դիմացը կանգնած հայ է, ուրեմն նրան նա պիտի սպանի կամ պիտի հեռացնի։ Հիմա զավթել են Արցախը Նիկոլ Փաշինյանի հետ միասին նրա շնորհիվ։ Գնաց է տեսել են ընդ հայեր։ Ասում են հայեր, ձեզ կամ պիտի հիմա բոլորից ցեղասպանենք, բնաջնջենք, ոնց որ 15 թվին ենք ասում, մենք թուրք ենք, մենք հայ ենք, դերում սպանենք։ Կամ էլ հեռացեք ստեից։ Դե ոնց էր եղել 15 թվին։ Հիմա ասում եմ, որպեսզի ձեզ բոլորը թույլ տանք գնաք չբնաջնջվեք, ուրեմն ձեր ռազմաքաղաքական ղեկավարություն եկեք ստե, դուք մնացեք, որ մենք ձեզ տանենք, դատենք, որ սրան իրավական հետևանքներ տանք, եթե չեք հանձնվում հիմա մեզ գերության, մենք ձեր ժողովրդին կոտորենք։ Այն մարդիկ էլ հիմա մեր Արցախի Բակո Սահակյանը, Արգատի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը բանտում են, որ արցախցիները գոնեստե ողջ մնան։ Որովհետև եթե նրանք չհամաձայնվեին գերության հանձնվելու, անձե ժողովուրդը Նիկոլը թողել է երկու պետության բանակի առաջ։ Մի տարի շրջափակումից հետո Նիկոլականները մեղադրում են, ասում էին թող մնայիք, ինչ էր եղել։ Դե թող իրենք գնան։ Ասեք որտեղ այն որ ասում է, թող ինք հիմա գնան դե ապրի։ Թող հիմա գնա հակարի կամորջ իր անձնագիրը ցույց տա, անցնի գնան դե ապրի։ Տենեն կարա գնա։ Ով որ ասում է թող գնա ապրի։ Մենք եկել եք Հայաստանում Արցախ եք։ Հիմա ասածը ինչ է, որ եթե Արցախի հանրապետությունը լուծարեցի, Արցախի երկրորդ հանրապետություն ձևավորվավ, չէ, Ադրբեջանի իշխանությունը հաստատեց իր երկրի սահմանները Հայաստանի հաշվին մեծացրեց, հաստատեց իր իշխանությունը։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը դա Նիկոլ Փաշինյանի օրոք է, չէ, վերացե։ Այսինքն քանի ինքը իշխանության չէր եկե, մինչև 18 թվի ադրբեջանա-թուրքական եղավ, հələ իներցիայով 2 տարի դրանից հետո Արցախը Հայաստան էր, չէ։ Ես դու որ գնում ենք Արցախ, մենք զգում ենք, որ ուրիշ երկիր ենք հետո։ Բացառվում։ Հայաստան մեր երկիրն էր, այդ մենք, մեզ ստուգող չկա, մեր ոնց ասենք ես վայ ոնց եմ գնում, տես Ստեփանակերտ եմ գնում։ Նույն մեր հայկական միջավայրը, մեր հայկական դրոշն է, մեր հայկական ուտելիքն է, հայկական փողն է, հայկական բանկն է, չէ, հայկական մեր երկիրն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եկել է, մեր երկրի հետ մի հատվածը հանձնել է Ադրբեջանին, ժողովրդին ցեղասպանել է եւ այդ ստեղծած պետական կազմավորը վերացրել է։ Տեղը նորը չի ստեղծվել։ Բա ով ասում որ այս մեկը որ վերացնի, պիտի դրա տեղը նորը ստեղծի։ Ով ասում էլ, բայց ես հիմա դիմում եմ մեր հեռուստադիտողներին, դուք ես գիտեմ որ live news-ը նորմալ մարդիկ են նայում։ Ասենք եթե այդ նորմալ սաղս են մեր շրջապատում ունենք նաև աննորմալների, չէ՞ որ մեկ էտենում ես գալի Ռաստովում է։ Դրանց մեջ կան նաև բարեկամներ, չգիտեմ, հարազատներ, այն նախկինում որ ընկեր են կոչվում մթում։ Բայց տենում ես արդեն վարիա ցուցակներից ջնջվում է։ Մարդկանց ցուցակից, ընկերների ցուցակից ջնջվում է, անասունների հաշվառումն էլ նորմալ չի վարվում մեր երկրում, որ գրանցվեն։ Հիմա ասենք թե այն մարդիկ, ովքեր այն նորմալ մարդիկ լսում են, իրանց շրջապատում հանդիպեն այդ հաշվառումից դուրս մնացածներին։ Պետք է ասեն այ կենթանի, այդ դու ոնց ես պատկերացնում, որ եթե այս պետությունը պիտի ոնց ես հավատում են բանին, որ երկու թշնամական պետություններով շրջապատված Հայաստանը, որ այդ երկու թշնամականը դարեր շարունակ մտածում են, թե այս Հայաստանը ոնց վերացնեն, այս ժողովրդին ոնց բնաջնջեն, ինչքան ձեռները ճարեղել, այս գնաց Նիկոլ Փաշինյանը գնաց Վաշինգտոն եկավ, դրանք բարիացան։ Վաշինգտոնից հետո ոչ Ադրբեջանն է իր անվտանգության ռազմավարությունը փոխե, ոչ Թուրքիան է փոխե, ոչ իրանց ղեկավարներն են փոխվե։ Նույն Էրդողանը, որ 20 թվին պատերազմի ժամանակ Թուրքիայի նախագահներ, հիմա էլ է Թուրքիայի նախագահը։ Իլհամ Ալիևը 20 թվին, որ հայերին կոտորում էր, հիմա էլ է Ադրբեջանի նախագահը։ Նիկոլ Փաշինյանը, որ հայերին կոտորում էր, հիմա էլ է Հայաստանի վարչապետը։ Դոնալդ Թրամփն է, որ ասում էր ես վկա եմ այս խաղաղությանը։ Ինքն էլ 20 թվին իր առաջին ժամկետում Միացյալ Նահանգների նախագահն էր։ Համ իրանք են սաղ իրանց տեղում,
Համ դրանց ոչ օրենսդրությունն է փոխվել, ոչ փաստաթղթերն են փոխվել, ոչ մոտեցումը, ոչ դրամ, ընդամենը մի հատ Հայաստան գնալով ավելի խեղճանում, գնալով ավելի քանվում։ Հիմա եթե սա վերանում է, սրա տեղը ինչ պիտի լինի։ Ոնց էր եղել Ադրբեջանը, Արցախում, Ադրբեջան օկուպացնելու են, մինչև այդ 2024 թվի օգոստոսի 30-ից սկսեց հայտարարել, չէ, նոյեմբերի 14-ին X-ում 12 գրառում արած դրանից ասում է Հայաստանի գործող տարածքի 60-ից 70%-ը Ադրբեջանի գործող սահմանադրությամբ պատկանում է Ադրբեջանին։ Էդի Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, գործող որ ասում է Հայաստանի տարածքը 28000, չգիտեմ 27000 վեց ինչ-որ թվեր է։ Այդ տարածքի 60-ից 70%-ն էլ ըստ իրա Ադրբեջանի այսօրվա գործող սահմանադրությամբ պատկանում է Ադրբեջանին եւ ինքը դա փոխելու մասին իսկի չի խոսում։ Բայց լավ, այս ամեն ինչը լսող մարդը անկախ դրանից մարդկանց ցուցակից դուրս եկե, կենթաներ ցուցակում է չի հաշվառը։ Բայց սա ո՞նց է հավատում։ Այսինքն այս ո՞նց է սրա անունը դրել խաղաղություն։ Հավատում է, որ իրան խաղաղություն ով է բերել, Նիկոլ Փաշինյանը, որը խաղաղ երկիրը սարքել է պատերազմ, 20 թվի հուլիսին պատերազմ Տավուշում, 20 թվի 44-օրյա պատերազմ, 21 թվի Գարուն, հարձակում Գեղարքունիքի մարզ վերին շորժա Վարդենիս, 21 թիվ հարձակում Սև լիճ Իշխանասար, որ մեզ պետք չէր էլի 22 թիվ հարձակում Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան ուղություններով պատերազմ 23 թիվ Արցախի շրջափակում, հարձակում Արցախի վրա մեկօրյա պատերազմ, Արցախի բռնի տեղահանություն 24 թիվ Տավուշ այդ տարածքները առանց պատերազմ այդ անող մարդը հիմա եկել ասում է ես ցեզի խաղաղություն եմ բերել ու մարդ կա որ սրան ասենք հավատում է ընդունում է դե հիմա ինչ ասեմ ես այդ մարդուն Ես նաև այստեղ ինձ մոտ նշել էի, չգիտեմ Նիկոլ Փաշինյանի խոսքերից, երբ ասում է չորրորդ հանրապետությունը, չնայած ասում եք այսպես չհամարակալ ենք, հա մեր պետությունը, ուղղակի Նիկոլ Փաշինյանի խոսքերն է, չորրորդ հանրապետությունը ասում է հաստատված է Կիրանցով, Ոսկեպարի եկեղեցով, Ալմաթայի հռչակագրով, հայ-ադրբեջանական խաղաղությամբ, այսինքն եթե այդ սահմանազատումը եղավ Տավուշում, սահմանազատում է, սահմանագծում է եւ ենթադրենք Ոսկեպարի եկեղեցին մեզ մնաց, դրանով մենք խաղաղություն ունեցանք։ Բացի դրանից, ասում եմ մի տարի 7 ամիս է հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ չի հնչել, էլ ոնց է լինում խաղաղությունը։ Հիմա հերթով։ Նախ Տավուշում 2024 թվին հələ մի միլիմետր սահմանազատում ու սահմանագծում չի իրականացվել։ Այն ինչ որ իրականացվել է Տավուշում, դա Հայաստանի տարածքից 4 գյուղեր եւ դրանց հարակից տարածքներ, այդ թվում պաշտպանական նշանակության կարևորագույն օբյեկտներ, պաշտպանական դիրքեր, կահավորված խրամատներով, գետնատնակներով ամեն ճանապարհներով դեպի մարտական դիրքեր տանող, միջդիրքային ճանապարհներով, որը տասնամյակների ընթացքում ես ինչքան փող է ծախսվել ամեն, ուղղակի վերցրել է, հանձնել է Ադրբեջանին, ադրբեջանցիները բերել են իրանց զինվորներին կանգնացրել են, այդքան բան է, որովհետև դրանից հետո, այդ ինչի եմ ասում, որովհետև ես մենակ Նիկոլ Փաշինյանը լսելու փոխարեն, նաև Իլհամ Ալիևին եմ լսում, նաև մյուս հայտարարություններն եմ լսում, Իլհամ Ալիևին լրագրողը այդ Տավուշից հետո հարցնում է, ասում է պարոն նախագահ, Հայաստանի հետ այդ լարված հարաբերություններում ձեզ ոնց հաջողվեց ստեղծել դիալոգ, որի շնորհիվ առանց պատերազմի այդ տարածքները Թովուզի շրջանից հանձնվեց Ադրբեջան։ Նա էլ ասում է ճիշտ ասած ոչ մի դիալոգ չի եղել։ Դա գրեթե բառացի ցիտում եմ Ալիևին։ Դա եղել է մոնոլոգ Մենք պահանջներ ենք ներկայացրել, իրանք մեր պահանջները կատարել են, բայց իրանք պիտի մեր պահանջները կատարեն, բայց ինչ պիտի անեն։ Դրանից հետո մեր Գրիգորյան Շահին Մուստաֆաև հանձնաժողովը, որը այս սահման նախագծելու համար է, հայտարարեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանանշումը պիտի սկսեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանային վերին կետից։
Բան նորմալ մարդիկ, ովքեր որ մարդ են, այդ մարդկանց ցուցակից դուրս չեն եկել, մի ցուցակում չեն գերանցվել։ Գյուղատնտեսական համատարած հաշվառումը չեն։ Բանը եթե ցուցակի մեջ չկան, բա որ լսում են, որ սահմանազատումը նոր պիտի սկսի վերևի կետից։ Ոնց են հավատում, որ այն ինչ որ եղել է սահմանազատումը եղել։ Շատ է որ լուլուն գնացել, ասում են ես թե հաճույք եմ ստանում, թե այստեղ գնացի եկա հաճելի էր, հաճույք ստացա։ Բա կոմանդո ջոկատ կան դե, դրանք գիտես մեկը չի, երկուսը չի։ Սաղ պայմանագրային 10 տարեկան չեն է որ բա հաճելի կլի, բա ինչ կլի։ Շատ է որ այդ խո չստացվա որ էդի եթե լուլուն գնացեն դե հաճույք հաստացե կամ Ալփի Դավոյանը գնացեն դե այն եկելա ուրեմն սահմանազատումը արվել է։ Բայ պարոն Ղազարյան։ Հիմա չի եղել սահմանազատում, ինչ ասեմ։ Ոչ մի սահմանազատում, ասում եմ, բանը, զինվորները չեն զոհվել։ Զինվորները չեն զոհվել, որովհետև զինվորը մինչև հիմա փառք ու պատիվ իրենց, որոնց հիշատակ ինքն անարգում, երբ են զոհվել։ Հայրենիքը պաշտպանելու։ Եթե դու հայրենիքը չես պաշտպանում, հայրենիքը հանձնում ես թշնամու, այդ նույն տաղուշում, որ այդ դիրքերը հանձնել է, հիշում եք, մի դիրքի համար մարտեր էր։ Մի հատ ազգային հերոս, 72 մարտական խաչ առաջին, երկրորդ աստիճանի իշխանության, բազմաթիվ ուրիշ բարի հանդիսավորությամբ, Սարդարապատի հուշահամալիրում, որը խորհրդանշում է Թուրքիայի դեմ այս ժողովրդի տարած հաղթանակը, դրանից հետո պետության ստեղծումը։ Հուլիսյան դեպքերի մասին այո, 20 թվականի հուլիս, իր խրոխտ ելույթը այդ Սարդարապատի հուշահամալիրում, որ ցույց տվեց հայկական բանակը, որ մեր հետ ուժիլ է, զոհ խոսել չի լինում։ Սոհեր ունեցել ենք մենք։ Ընդ որում ոչ առաջնագծում դրոնի հարվածից բանի հրետանու հարվածներից է եղել։ Նվազագույն կորուստներով գեներալ Խաչատուրովը իր պաշտպանությունը կազմակերպեց, հակառակորդը 11 զոհ են ունեցել, այդ թվում գեներալ մայոր իրենց երրորդ բանակային կորպուսի շտաբի պետը։ Թուրքերը։ Հայրենիք էին պաշտպանում։ Բայց այդ նույն տարածքը, որը դու հենց ասում ես, Մեղրին գնացել ես Վաշինգտոնում, թուղթը ստորագրել, Մեղրին ազնել ես։ Հիմա Ադրբեջանը ասում է, եթե մենք մարտական գործողություններով վերցնենք, նույնը խաղաղ ենք վերցրել։ Հիմա մարտական գործողություն անեն, ինքն է պիտի կորուստ ունենար, հայկական բանակն է պիտի կորուստ ունենար։ Բայց դու ինչ ես արել, Ադրբեջանի մտադրություններն ես վերացրել, չէ, իր մտադրությունները նույնն է Հայաստանը զավթելու, ուղղակի ինչ որ ինք ուզում է զավթել, դու ասում ես ախպեր մի րոպե։ Մի րոպե, այն անեկդոտ կա, չէ, որ իրեք գլխանի դև աղբյուրին նստած, գալիս է ջուր խմելու, առաջին կետոց, բան չես կտրում իմ գլուխները, ասում է, ջուր եմ ուզում խմել, արը խմի, քեզ ո՞ր բան ասած, ջուր ես, իմ ասում է, ուզում ես Հայաստան, Մեղրի ես ուզում, աղբորպես, կռիվ բեր չանենք, էլի, կռիվ իզուր տեղը, բանը, կնկաս տրամադրության վրա ազդում է, արի ես քեզ կտամ, ինչ ուզում ես կտամ, ու տենց էլ ամեն ինչ հանձնվում է։ Պարոն Ղազարյան, բայց այդ խո չի նշանակում խաղաղություն։ Բայց շատերը հավատում են եւ ընկալում են դա որպես խաղաղություն։ Չի հաշվառումը չի արվում, մնացել են առանց հաշվառման։ Ես գիտեք ինչ հիշեցի սեպտեմբերի 19-ին, երբ որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ որ Ադրբեջանը ցեղասպանություն էր իրականացնում Արցախում եւ Արցախի բնիկ ժողովուրդը ստիպված եղավ 9 ամսյա շրջափակումից հետո գալ մայր Հայաստան, այդ օրը նորմալ մարդիկ, ինչպես դուք շեշտեցիք, հա, ովքեր հիշում էին, եռաբլուրում էին, գոնե հարգանքի տուրք էին մատուցում, այդ ժամանակ 223 զոհ ենք ունեցել նրանց հիշատակին։ Այս իշխանությունների կողմից որևէ հիշատակում չեղավ, կարծես թե ոչինչ չէր եղել, ասեմ ավելին, այդ օրը ինչ որ մարդկանց պարգևատրումներ իրականացվեցին, շքանշաններ, չգիտեմ ինչեր, հենց այդ օրը սեպտեմբերի 19-ին անվտանգության ծառայության տնօրենը գնաց Բաքու։ Այո։ Մինչև հիմա այնտեղ է, թե չեմ վերադարձել է։ Գերիներն են մնացել, ինքը եկել է։ Մենք մտածում էինք գերիներ են բերելու, դե ասում են, չէ, իրենք զբաղվում են գերիների հարցով, շատ հարցեր մի տվեք, բայց հատկապես Աշոտիկին է տարել, որովհետև այն վաղ Նիկոլ Փաշինյանի հանձնարարություն կար ԱԱՑ-ին, որ իր 2021 թվից, ասած ես ԱԱՑ-ին հանձնարարում եմ, որ հիմիկվանից բանակցեն, իմ որդուն Աշոտ Փաշինյանին հանձնեն Ադրբեջանին գերիների դիմաց։
Իսկ թվաց թե դրան է տարել, որովհետև որ մտնեք ընտրողների ռեգիստր, կենտրոնական դրական հանրաժողովից կա հղում այդ կայքից։ Ցանկացածից տվյալները, որ գրում է կանոն ազգանուն, ծննդյան թիվ, բան, բերում է թե մարդը որտեղ է հաշվառված։ Աշոտ Փաշինյանը այս պահին ոչ միտեղ հաշվառված չի։ Բա որ ասում եմ մարդկա ցուցակներից դուրս եկեք կենթաների հաշվառման ցուցակներ չկա հրապարակած։ Չես կարա մտնես իմանաս ընդհանրենք այս ինչ բիրքայով հորթը որ գյուղում է գրանցված։ Չես այդ հաշվառումը չկա։ Բայց ասենք ընտրողների ռեգիստրում չկա։ Չափահաս քաղաքացին Հայաստանը ոչ միտեղ, օրինակ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Հրաչյա Աներձակ, Մայրամը, Շուշանը Զոնքանչի տանն են գրանցված Նիկոլի։ Կառավարական ամառանոցում էլ չէ։ Զոնքանչի տանը դրա վրա են հաշվառված։ Իսկ Աշոտ չկա։ Ես մտածում եմ, որ արդեն հաշվառումից անել են, փոխանակել գերիների հետ։ Բայց պարզվեց, որ այդ չի։ Նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջան է տեղի ունեցել, որին մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ այդ ընթացքում հանդիպել է նաև Ջեյհուն Բայրամովի հետ, ինչ-որ կարճ քննարկում են ունեցել խաղաղության համաձայնագրի այդ նախաստորագրումից եւ այլն այդ թեմաների մասին։ Այնքան որ ժպտա, այնքան որ ցույց տա, որ թե ոնց է Արադ Միրզոյանը այտենց լայն ժպիտով ժպտում Ջեյհուն Բայրամովին, այդքան բան, այնտեղ իրանք հիմա բովանդակային որևէ բան չունեն, ոչ քննարկելու, ոչ խոսելու։ Ակե ձեզ ուզում եմ հիշեցնեմ, որ իր պաշտոնավարման շրջանում Նիկոլ Փաշինյանը այս տարի առաջին անգամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային չի մեկնել մասնակցելու։ Հիշում եք, երբ որ նոր ընտրվել էր 18 թվին, գնացին, որ Աննա Հակոբյանը մազերն էր, գնացել էր կնգանել էր, կնգան չէ, հետի աղջկան, կնոջը։ Կնոջ։ Հա։ Տալ էր նայել այնտեղ բանը հեռախոսի էկրանի վրա իր մազերն էր դզնում են Զորիկը փող արտգործնախարարը որ վատը զգաց բաններ ուզում բզեզ բան որ դենի մակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է գիտի որ ընդ Վարշավ Իրանոց կա էլի այդ նիստերի դահլիճում այդպես բան մեկ էլ Ալիևի աղջիկն է արել ընդ այդպես բան այդպես խայտարակություն էլի հաջորդ տարիներ գնաց 2022 թվին երբ որ նույն սեպտեմբերի 20-ը տեսեք նորից վերադառնալով նաև ձեր նախորդ հարցին 22 թվականի սեպտեմբերի 21-ին դες այս տարի օրինակ չի գնացել չէ անցած տարի չի գնացել այսինքն կարելի է նաև սեպտեմբերի 21-ին չետալ առաքիչը ծաղկեպսակը Հայաստանի նախագահի վարչապետի մեկի ազգային ժողովի ծաղկեպսակը Հայաստանի ազգային տոնի օրը Հուշահամալիր տարումա ոչ թե զինվորական պատվո պահակախմբով, ոչ թե իրանց ներկայությամբ, ոչ թե զինվորական կարգով հատուկ ձևով, այլ ասենք թե պանիխիդային են առաքիչները ոնց են ծաղկեպսակները ասենց օպելի բագաժնիկից հանում, ասես տանում այդ ձևով տա իրանք էլ հետո նկարում են, որ ուղարկեն, որ դրել ենք այդ ծաղ։ Խայտ տարակ։ Հիմա եթե դու սեպտեմբերի 21-ին կարայի նաև չեթայիր 2022 թվին զոհվածների ծնողներին չի ջարդիր իրանց ворթիների գերեզմանի վրա։ Այսինքն դու կարայի նաև 2022 թվականի սեպտեմբերի 21-ին էլ չեթայիր, չէ՞։ Դե չեթայիր, մանավանդ որ մի օր առաջ այդ մարդիկ ասել են մի արիստ է։ Ջարդես ծնողներին այդ օրը, այդ խայտարակությունն էլ մենք տեսանք իրանց զավակներին։ Գնաց տանգվավ ընդ կանգնեցին այդ բան արեցին, հետո այդ նույն օրը գնաց Նյու Յորք։ Գնաց Նյու Յորք սեպտեմբերի 22-ին 2022 թվին 22, այո։ Ելույթ ունեցավ, ասում է, այս բարձր ամբիոնից ես դիմում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թող նա ցույց տա այն քարտեզը, որ ինքը համարում է Հայաստան։ Որտեղից է սկսում, որտեղից է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը։ Ու այդ անշնորհքը, այդ Ալիև կոչված, մինչև հիմա այդ քարտեզը ցույց չի տվել։ Դրանից հետո ինքը 200,000 անգամ ասաց, որ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է, հետո սեթ սկզբից ասաց 20000, հետո սեթ իշտել։ Այո։ Ադրբեջանին 86600, մենք սկզբից կլոր էր թվերը։ Հետո ասին չէ, բազար է, էլի, ապրանք որ ծախում է ոնց է, դենք մի հատ թուրքի կառալոկ ծախողի գլխարկ ունի, չէ։ Սկսում է բազար է, այդ կառալոկ ծախողը, ասում է, այն թուրքն ասում է շատ ես ասում 29800, մեկ իչ։ Մի քանի մանեթի չի մանած։ Իչի, մինչև չիշնես չեմ առնի։ Այն ասում է դե լավ,
Մենք այնքավոր աղբեր արտար բրզնենք արա, առես երկիրը բրզնենք։ Այդ սա խորհրդանշական է դիրա Թուրքի կառալու ծախող։ Լրի ծախում է էլի։ Իշտում ենք, հա իշտում ենք աղբեր, էլի կիշնենք։ Մեղրիներ, տավուշներ կիշնեմ։ Էլ ինչ է, Սյունիքն իմ կողմից զերջ։ Եթե դու այս տարի ես առնում, 25 թվին ես առնում, 25 թիվը հոբելյանական է։ Մեր անկախության հռչակագրի ընդունման հոբելյանական տարին է։ 30, դավայ։ Եթե մեղրին էլ իմ կողմից։ Լացելու իրականությունն է, պարոն Ղազարյան։ Բայց իրականությունն է։ Այո, լացելու իրականությունն է։ Ասենք հիմա պարզ է, չէ, իրականություն։ որ իմ ասացի մեջ էլ սարկազմ կա, չգիտեմ, ծաղր կա, եսի ինչ կա։ Բայց եսի տրագի կոմեդիան է, էլի։ Էդի հեգնանքա սարկազմա ողբերգության վրա։ Տենց ասում եք, որ չգժվենք։ Ու բացի դրանից եւս մեկ քանի կար չէր խոսում սահմանադրության փոփոխության մասին, բայց եւս մեկ անգամ տարբեր ելույթների ժամանակ հիշեցրեց, որ անպայման լինելու է սահմանադրության փոփոխություն։ Ինչի մասին է։ Նայեք։ Սահմանադրության իրականում այդ նոր ընդունում եւ այլն, դա չի լինելու։ Ալևն ինչ է ասում։ Ասում է մինչև դա չլինի, խաղաղության համաձայնագիր չի լինելու։ Այսինքն քանի խաղաղության համաձայնագիր չկա, ուրեմն խաղաղությունը, չեմ ասում, որ Արադ Միրզոյան, Նիկոլ ասում են, կարա խաղաղության համաձայնագիրը լի խաղաղություն չլինի, չէ՞։ Բայց համաձայնագիր չի լինի, քանի այդ փոփոխությունը չի եղել։ Ինչ է այդ փոփոխության պահանջը, որը եւ Ալիևն ասե, Հայաստանում էլ այնքան մարդ ասե, որ մինչև Սրբուհի Գայլան ասել են։ Էդ էլ է գնացել կանազ գաղ, այս վերջերս ինքն էլ գնաց։ Ուրիշ տեղեր էր գնացել, բայց կանանց գաղութ էլ է գնացել։ Բանա, ինչա դրա պահանջը։ Դրա պահանջը է նա, որ մեր անկախության հռչակագիրը հանվի սահմանադրության նախաբանից, որը որ հիմա կա ու չի կարա չլինի ըստ հռչակագրի։ Հռչակագիրն ասում է, սա հիմք է հանդիսանում։ Սահմանադրության մեջ փոփոխություն էլ կատարելու նոր սահմանադրություն, այսինքն 100 անգամ է նոր սահմանադրություն ընդունվի, 100-ի նախաբանում պիտի հեղում լինի անկախության հռչակագիրը։ Հիմնակարն է։ Եթե դա տես չի, ուրեմն նշանակում է, որ այն պետությունը, որը ստեղծվել է այդ անկախության հռչակագրով, իսկ դա այն պետությունն է, որտեղ մենք հիմա ապրում ենք։ Ուրեմն այդ պետությունը վերանում է, դրա համար ասում նոր հանրապետություն, չոր, որովհետև ինքն էլ գիտի։ Ինքը ոչ թե գիտի, որ խելոքը հասկացել այդ ալեմ, բայց այդքան հանդիպում են, ասենք հիմա Ջերում Բայրամովը, դու գիտես Արադ Միրզոյան ինչ է բացատրում։ Տես բաներ են բացատրում, որովհետև դրանք տարբերությունն է, պետություն են։ Դրանց արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը Քրիստինե Գրիգորյանը չի։ Լավ հիշեցրեցիք իդեպ իր մասին։ 4 միլիոն դոլար տվել է մենակ կաբինետ սարքեն իր համար։ Ոչ չհիշես, կառավարության պահոստային ֆոնդից։ Դրանց հատուկ ծառայությունների ղեկավարները Անդրանիկ Սիմոնյանը չի, ոչ իրանցը, ոչ Թուրքիայինը։ Հիմա Թուրքիայում, Ադրբեջանում հատուկ ծառայություններում իրանց, արտաքին հետախուզական ծառայությունում, անվտանգության ծառայությունում, Հայաստանի գծով բաժին կա, չէ՞։ Ես ասենք չես կարա ծանոթել ես գաղտնի այդ ծառայությունների գործունեությունը, բայց տրամաբանություն կա, չի կարա, չէ՞։ Թուրքիայի հատուկ ծառայությունը հատուկ ստորաբաժանում չունենա, որը զբաղվի Հայաստան, չի կարա դες բանը լինի։ Գլխավոր ստորաբաժանումներից մեկը պիտի լինի Հայաստանով զբաղվողը։ Նույնը ավելի շատ Ադրբեջան։ Հիմա այդ ստորաբաժանումը մի 20 աշխատող կլինի, առնվազն կլինի, հաստիկային, ավելի կլինի։ Դրանք մեծ մաս տղամարդ կլինեն։ Այդ դրանք առավոտը որ արտանում են, ինչ են անում առավոտ տղամարդիկ։ Սափրվում են, նախաճաշ են անում, հագնվում են, սև կայսում հագնում են, գարստուկ կապում են, էթում են գործի։ Որ էթում են գործի, սկսում են աշխատել, չէ։ Իրանց աշխատանքի բովանդակությունը ի՞նչն է։ Վերացնել Ադրբեջանի համար, Թուրքիայի համար անվտանգային սպառնալիք, մտածել թե որն է։ Հիմա պիտի հասկանա սպառնալիքը որն է։ Մտածում են սպառնալիքը, ասում են սպառնալիքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Հիմա ուրեմն դա պիտի վերացվի։ Ոնց պիտի վերացվի։ Նայում են այսինքն այդ մարդիկ, որ էթում են գործի, սկսում են ծանոթանալ, ձեռք են բերում պատմություն, եկեղեցու մասին, կառուցվածքը, իրանց բաց աղբյուրներից, իրանց հետախուզական տվյալներից, իրանց գործընկեր երկրասեք, իրանք օրինակ Միացյալ Թագավորության հետ ունեն գործընկեր, ասում են, այս տեղեկությունը մենք չենք կարա ձեռք բերենք։ Դուք ձեր հետախուզների միջոցով էսի ճշտեք
Եկեք մեզ ասեք, դե դրանք է զանգում են, ըստ Դանիելն, Արտուրն, չգիտեմ ով, ասում են մտեղ գործ կա, բայց ճշտեք մեզ ասեք։ Ճշտում են, ասում են, փոխանցում են։ Հիմա դրանք արդեն տեղեկություններ ունեն, ասում են այդ եկեղեցին, սես մի հատ առանձնահատկություն ունի, ամենայն հայոց կաթողիկոսը մեծ իշխանություն ունի եկեղեցում։ Ու եթե այդ կաթողիկոսին վերացնում ես, հանում ես, ավազանի անունով ես դիմում, իր իշխանությունը չես ընդունում, վեհարանից հեռացնում ես, տեղն էլ կաթողիկոս չես ընդունում, մի հատ անտեր հարամի բերում դնում ես դրա տեղը, ամուսնացյալ քահանայի, այդ եկեղեցին վերանում է, որովհետև այդ եկեղեցու կառավարման հարաբերությունները մնացածը բոլորը փող կապակցված են կառավարման ներքին հարաբերություններ են տրամաբանության, որ պիտի գան վերջում դառնա կաթողիկոս որոշում կայացնի։ Եթե վերջում էլ կաթողիկոս չի, Գարեգին Բ չի, այլ բանը անտեր հարամա գլխին, ուրեմն փլուզվավ դա։ Ուրեմն հիմա լավ, որոշումը կայացվեց, պիտի վերացվի։ Ինչ պիտի անենք։ Արդեն կանչում են իրանց ստեյի աշխատող Նիկոլ Փաշինյանին, ասում են դու գնա դրանով զբաղվի։ Նա սկսում է Facebook-ում դու շերեքսում է, կաթողիկոս պիտի գնա, չգիտեմ, ավազանի անունով, սրբազանները պիտի ձերբակալվեն, եկեղեցու բարերարը պիտի, այսինքն եկեղեցին պիտի ֆինանսական հիմքերից կտրվի, սրբազանները պիտի ձերբա, որոնք երկուսն էլ թեմի առաջնորդներ են, բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ։ Դրանց պիտի տանեն, որպեսզի խորհրդի մյուս անդամներն կամ հրաժարական տանեն, ասեն գիտես, ինչ բա դու էլ ես ունես, դու էլ ունես, չէ։ Վախի մթնոլորտ ստեղծեն։ Էսում նկարն է, այս քննիչ չէր, բա էներ մեկին ցույց կտան, ասած հերթով կբերեն սաղ կդնեն դեմները, այդ եկեղեցին վերացավ, այդ մի խնդիրը լուծվավ։ Այդ փոքր խնդիրներից սկսած ասենք հիմա կարող է մի հատ էլ, էդի ենթադրենք ասեցի մի հատ փոխգնդապետի մակարդակի խնդիր։ Բայց ասենք ընդ լեյտենանտ էլ կա, չէ՞, այնը նորա գնացե գործի։ Այն էլ նստում պրպտում ասում է Հայաստանի անձնագրերի մեջ, մուտքի երկի անձնագրերում Արարատներով պատկեր կա։ Այն էլ ասենք լեյտենանտի մակարդակի հարցը։ Այն էլ իրան մասով է զեկուցագիր գրում իրանց վարչության պետին, ասում է որ պետք է դա վերացվի։ Հետո կանչում են ասում են դա ԱԱՑ-ի մակարդակով հնարավոր է։ Հիմա շատ վտանգավոր խաղ է սկսել Փաշինյանը, անընդհատ հիշեցնում է նախկին նախագահներին, որ տեսեք, ես ձեզ հրավիրում եմ բանավեճի, դուք չեք գալիս, եթե այստեղ հարմար չի, կարող եք իմ նախկին խուց գալ, որտեղ ես այսքան տարի նստած եմ եղել, այդտեղ ավելի հարմար կլինի ձեզ։ Սա էլ չէ վտանգավոր խաղը, մի անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ինչ է լինելու։ Իմ կարծիքով էլի, իհարկե վատ կանխատեսումը, չգիտեմ լեզուս պապանձվի, չիտես բաներ կա, չէ՞ մեր ասում են։ Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, մտադրությունը, հանձնարարությունը, որ ստացել է Ալիևից, որ Հայաստանի 3 նախագահները պետքա ձերբակալվեն եւ հանձնվեն ադրբեջանական իշխանություններին, ադրբեջանական ուրեմն իրավապահ համակարգին։ Սա ոչ թե կանխատեսում է, ոչ թե իմ չար գուշակություն է, չգիտեմ ինչ է, այլ սա նաեւ որոշակի իմաստով պաշտոնական է։ Պաշտոնական է երկու առումով, առաջին Իլհամ Ալիևի բանավոր խոսք ու հայտարարություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բռնելուց հետո ասում է որ ստեղի բանտում, երբ որ ադրբեջանական բանտում են Արցախի 3 նախագահներ եւ 1 վարչապետ նախկին, ասում է որ այսինքն Արցախի բոլոր նախագահներից այս պահին ադրբեջանական տիրապետության տակ չի մենակ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ Սամվել Շարամյանին կարելի ասել պետք է չի հաշվել, որովհետև նախ նրա ընտրվելու այդ հանգամանքը ինքը ժողովրդի կողմից չի ընտրվել, ազգային ժողովն ընտրվել, ռազմական դրության պայմանավորվածությունը մի քիչ ուրիշ է, էլ իրանք էլ Ադրբեջանում հենց առանձնապես լուրջ չեն վերաբերում։ Նորմալ, ֆունկցիոնալ նախագահ, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրվել է, իր ժամկետում պաշտոն ավարել է, 4-ն են։ Այդ 4-ից 3-ը հիմա Բաքվի բանտում են։ Ադրբեջանական տիրապետությունից դուրս է մենակ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը նաև Հայաստանի նախագահ է եւ Հայաստանի 3 նախագահներն էլ ադրբեջանական տիրապետությունից դուրս են։ Եվ Իլհամ Ալիևն ասել է, որ այս բանտում հələ 2 հոգու ազատ տեղ կա։ Դա հաստատ է ասել ինքը։ Դա ասելուց ինչ որ 2 հոգու ինքը հաստատ նկատի է ունեցել, թե ով կարա լինի այդ 2 հոգին։ Չեմ կարծում, որ ինքը նկատի ունեցած լինի այդ պահին Էդգարին ու Լուսինեին։ Քիչ հավանական է։
ավելի շատ հավանական է, որ ինքը նկատի ունեցե Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ Ավելի շատ նրանց, քան Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանին ինքը որպես նախագահ չի առնչվել։ Ինքը նախագահի պաշտոնում մի պիրոդ առնչվել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որից հետո արդեն Սերժ Սարգսյանը, իր ամբողջ ժամկետում Սերժ Սարգսյանը։ Դրա համար քանի որ ինքը Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից պարտված նախագահ է, որովհետև մեր երկու նախագահները մեր ժողովրդին հաղթանակ են բերել, Արցախին ազատություն են բերել, Արցախի բարեկեցությունն են բերել, Արցախի զարգացումն են ապահովել եւ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, դե դա Ալիևի համար արդեն ճշտամություն է։ Դա համար ասում այդ երկուսը պիտի հենց ստեղ լինեն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, երբ որ քրեական վարույթ է նախաձեռն է մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ հիմա դատում են։ Այդ գործը, որ ուղարկել են դատարան, այս ինչ որ ասում եմ, սրանք պաշտոնական տեղեկություններ են, սրանք ենթադրություններ չեն բան։ Գործը, որ ուղարկվել է դատարան եւ հիմա դատաքննություն է ընթանում, կա այդ գործից առանձնացված մաս, այդ մասին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է։ Այդ առանձնացված մասում կան մեղադրյալներ, մարդկանց, ով որ դատախազը արդեն մեղադրանք է առաջադրել։ Այդ մեղադրյալների թվում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Զորի Բալայանը, այսինքն հիմա Վազգեն Սարգսյանը մահացել է, բայց ոչ մեկը էլ մահվան վկայականը չի տարել հանձնի դատախազին, որ իր մասով վարույթը կարճվի մահվան փաստով։ Ու քանի որ իրանք հələ պաշտոնապես դատախազը մահվան վկայական չի ստացել, նա էլ համարվում է մեղադրյալ։ Ու այդ գործում մեղադրյալի կարգավիճակ ունեն Հայաստանի անվտանգության խորհրդի բոլոր ժամանակների անդամները, պաշտպանության բանակի բոլոր հրամանատար, ամբողջ ղեկավար կազմը, չեմ ասում մեր ամբողջ ժողովուրդը։ Ես նախ եմ ասում, որ այս պահին ու Ադրբեջանի գլխավոր դատախազն էլ ասել է, որ ակնկալում են Հայաստանի իրենց գործընկերներից, իրավապահներից, որ իրենք կօգնեն, որպեսզի այդ մարդիկ ներկայացվեն նախաքննության, ներկայացվեն քննիչին, այսինքն Ադրբեջանի ԱԱԾ աշխատող են, կադրեր տեսել ենք, որ դեմքը փակած է, իրանք մի հատ շուտ տառեր է գրած, երևի ԱԱԾ-ն է իրանց, որ ասես գլխից սխմելով մցնի տանի քննիչի մոտ, հետո 4 տեղից նկարեն, առանց ձենի վիդեոները հրապարակեն, մենք նայենք նվաստանանք։ Այդ նվաստացումը մենք արդեն ապրել ենք այդ կադրերը տեսնելով Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Լուկասյանին, Դավիթ Բաբայանը տեսել ենք։ Հիմա ինքը հանձնարարություն է ստացել, որպեսզի մենք այդ կադրերը տեսնենք նաև մեր մյուս ղեկավարների պարագային, որն է չստացվի, որ այդ մարդիկ հաղթանակած մարդիկ են ու իրանց կյանքը ապրեն գնան որպես հաղթանակած մարդիկ։ Հասկանում եք, այդ հանձնարարությունը ինքը արդեն տվել է սրանց։ Եվ սա ելնելու է Նիկոլ Փաշինյանի 2026 թվականի ընտրության գնալու գլխավոր քարոզչական մի հիմիկվանից դա սկսել է։ Գալի է ոնց որ հիմիկվանից ասում, ասել է ժողովուրդ, այսօրվա իր ասացի գլխավոր առանցքային մեխը որն է, որ ասում է սրանք պատերազմական հանցագործներ են։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ 91 թվականի Ալմատայի հռչակագրից իմացել են, որ դա Ադրբեջանը, բայց փոխանակ դա ասեն Ադրբեջանը տան պրզնեն, գնացել են հələ մի հատ պատերազմ են արել, այսքան մարդ դրանց պատճառով է մահացել, այս 44 թվականի պատերազմը իմ գլխին սարքվել է 44 օրյան, այդ սաղինած մեղքով է։ Հիմա այս մարդիկ մեղք են գործել, հանցանք են գործել։ Ալիևն ասում է, դու տանենք դատենք խաղաղ ապրեն։ Ինչ եք ուզում։ Սրանց տանենք դատենք խաղաղ ապրեն, դե պատերազմը լինի։ Այդ ելնելու է իր հիմնական, քարոզչական ու այդ գործողությունը դա նշանակում է ամբողջ հայ ժողովրդին դատել։ Բոլորի սարքել հանցա։ Եվ դա իր հիմնական նպատակն է։ Այսօրվա այդ իր այդ որ Դանիել Յունիսյանի համաժողովի էր գնացել, որ ընկել էր հիստերիայի մեջ։ Ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը 91 թվից Ալմատայի հռչակագիրը ստորագրել, բայց զորքա տեղակայել Ադրբեջանում։ Ալմատայի հռչակագիրը այդ տգետ
Դա ընդամենը դրանից առաջ ստեղծված մի հատ փաստաթղթի անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրի լրացուցիչ արձանագրություն է, որով այլ երկրներ միացել են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելարուսի կողմից ստեղծված կազմակերպությանը, որը կոչվում է անկախ պետությունների համագործակցություն, մինչեւ հիմա կա այդ կազմակերպությունը։ ԱՊՀ կարճ։ ԱՊՀ, այսինքն դա ընդամենը Հայաստանի արդեն որպես անկախ երկրի, որովհետև Հայաստանը 90 թվականի օգոստոսի 23-ից կոչվել է Հայաստանի Հանրապետություն, 91 թվականի սեպտեմբերի 21-ից եղել է անկախության հռչակագիր, որը հաստատել է անկախության հռչակագրի, որովհետև հռչակագրով անկախության գործընթացի սկիզբն է դրվել։ Այդ սկիզբը դնելը հավերժական process է, դրա մի մասը գալիս է հանրաքվե ժողովրդի իր կամքով ասում է այո, մենք դուրս են գալի ԽՍՀՄ կազմից, դարել ենք անկախ պետություն արդեն պաշտոնապես մակում գրանցված արդեն ճանաչված պետություն եւ ճանաչված պետությունը կարա դառնալ տարբեր միջազգային կազմակերպությունների հիմնադիր, գոյություն ունեցող կազմակերպությունների անդամ։ Հայաստանը ԱՊՀ-ին անդամակցել, ԵԱԿ-ին անդամակցել, ՀԱՊԿ-ին անդամակցել, ՄԱԿ-ին անդամակցել, Եվրոպայի խումբ, մինչեւ վերջերս ԵԱՏՄ-ին անդամակցել։ Այդ կազմակերպություններին անդամակցելը սահմանի հետ, Ադրբեջանի հետ, տարածքի հետ, զորքի հետ, կոնֆլիկտի հետ ինչ կապ ունի։ Բացարձակ կապ չունի։ Հիմա իր այդ հիմար տգետ միտքը առաջ գցելով ինչ է ուզում ասի։ Ուզում ասի դուք բոլորը ռազմական հանցագործներ եք։ Էդի ասողն էլ մի մարդ է, որը գնացել է Արցախ, վարչապետ ընտրվելու հաջորդ օրվանից սկսած, մայիս 18 թվականի մայիսի 7-ին ընտրվել է վարչապետ, մայիսի 9-ին գնացել է Ստեփանակերտ։ Այցելել է պաշտպանության բանակ, հանձնարարություններ է տվել պաշտպանության բանակի ղեկավարությանը, այցելել է Արցախի առաջնագիծ բազմաթիվ անգամներ։ Ասում էր, ես Հայաստանի այն ղեկավարն եմ, որ ամենաշատն եմ այցելել Ղարաբաղ։ Եմիջները Ղարաբաղցի են, ասում եմ, ես ամենաշատը Ղարաբաղ այցելած Հայաստանի ղեկավար։ Այն էլ ինչի էր այցելել, որովհետև իր տղան ընդեր ծառայ, պետական վերտալյոտը վերցնում են, մարդիկ են գետում են իրան զինվորին տենալու։ Ու դրա հետ միասին նաև հանդիպումներ, միջոցառումներ Արցախում եւ այլն։ Բայց դու չէիր եթում Արցախ։ Բայց դու բանը տղատ Աշոտիկը կամավոր, այսինքն մեր 18 տարեկան զինվորները, որ եթում են զորակոչվում են բանակ, եթում են կենտրոնական հավաքակայան։ Կենտրոնական հավաքակայանում վիճակահանությամբ է որոշվում, որտեղ պետք է որտեղ պետք է ծառայ, բացառությամբ են զինվորների, ովքեր գրում են կամավոր։ Ասում են, խնդրում եմ ինձ ուղարկեք Արցախի պաշտպանության բանակ։ Ով որ գրում է, որ ինքը ուզում է ծառայ Արցախի պաշտպանության բանակում, վիճակահանության չի մասնակցում։ Իրան տանում են Արցախի ՊԲ, ընդեղի հավաքակայան, ընդեղ է մասնակցում վիճակահանության, թե Արցախի ՊԲ-ի զորամասերից որ մեկում ծառայ, տենց է դրված կեղի։ Հիմա Նիկոլ Փաշինյանի արդեն իր վարչապետ եղած ժամանակ, ոչ թե պատգամավոր եղած ժամանակ խմբագիր եղած, այլ ինքը վարչապետ է, գիտի այդ ամեն ինչը, իր տղան էլ արդեն չափահաս տղա է, բանակ է գնում։ Գնացել է կենտրոնական հավաքակայան Չարբախի սբորնի պունկտ։ Դիմում է գրի, ասել է ես չեմ ուզում մասնակցեմ Հայաստանի զորամասերում, ես ուզում եմ ծառայեմ Արցախի պաշտպան, ինտերվյու է տվել, մինչև բանակ գնալը, YouTube-ում կա։ Ասում է ես որ գնամ Արցախ պիտի ծառայեմ։ Ասում են ինչի պիտի Արցախ։ Ունեմ մի հատ հայրենասիրական ելույթ ունենամ, Աշոտիկը։ Ասես արանայում ես ասում ես ինչ տղա է այ մարդ։ Ის ինչ հայրենասեր ընտանիքում դաստիարակություն ստացած երեխա է։ Գնացել է ՊՊ տղան ծառայել է։ Կամավոր։ Այսինքն արել է ռազմական հանցագործություն, չէ՞։ 2020 թվականի 44 օրյա պատերազմի այն ամենաթունդ օրերին հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով մեկնել է Ստեփանակերտ։ Պատերազմի ժամանակ Ստեփանակերտ իմիջիայլոց մինչև Ստեփանակերտը ինտենսիվ հրետակոծվում էր, հրթիռակոծվում էր, դադարեցվել է, ադրբեջանական շերն է գալի։ Դադարեցրեք։ Դադարեցրել են, ինքը գնացել է պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետ։ Մասնակցել է որոշումների ընդունմանը ՊԲ-ում, այդ օպերացիան, որը ջախջախիչ եւ պատերազմի բացական ելք է,
իր անդեի որոշումներից հետո է եղել։ Որ եկավ հետո հիշում եք, չէ՞, որ նստավ Facebook-ում գրեց վաղը սպասում է թուրքերին որ զգուշացրեց, ասում անդեղից եմ գալիս, զգուշել եք, արա սրանք ուզում են արձակվել ձեր վրա։ 3 մի գրառումը 20 րոպեում 3 անգամ խմբագրել է։ Ես սկրինշոթերը սա ունեմ դրա բաները։ Այդ պատերազմի բացական թուրքերի ներխուժումը մեր ճակատը որ ճեղքել են, այդ գործողության հետևանքով է եղել։ Բայց դու չէր գնաց ՊՊ։ Զինվորական համազգեստով։ Այսինքն Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ էս պլանավոր է իրականացրել։ Կին է իրա։ Այդ էրատո կանանց ջոկատը ով է ստեղծել։ Արադ Միրզոյանի քենի, որ հիմա ամերիկյան ընկերության տնօրենն է, դրան բարեմ ասում։ Էդի ոնց էր իրա կենիկներ ստեղծել։ Գիտեք, չէ՞, շատերը չեն հիշում։ 44 օրյա պատերազմից ուղի 1 ամիս առաջ Աննա Հակոբյանը 15 կանանց հետ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում 7 օրյա զինվորական հավաքների է մասնակցել, որը ավարտվել է օգոստոսի 30-ին։ Սեպտեմբերի 27-ին եղել է արդեն պատերազմը։ Բան մեկը հարցնի քո կնիկը զինվորական համազգեստով մարտական ջոկատի հրամանատարել մարտական առաջադրանք հաստատել նկարներն եկա մազերը ֆենած եղունգները քսած պետիկյուր էտիկյուր սաղ տեղը բայց ինքը ասում էր մենք հիմա մեր էրատո ջոկատը իրականացնում է մարտական առաջադրանք մենք իրականացնում ենք սահմանի մեզ վերապահված տեղանքի պահպանությունը Պարոն Ղազարյան, քանի որ մեր ժամանակը սպառվել է, շնորհակալ եմ ինչպես մի շատ հետաքրքիր եւ կարեւոր հարցազրույցի համար, շատ կարեւոր նաեւ բաներ հիշեցիք, կարծում եմ դրա մասին մեր հաջորդ արդեն հարցազրույցների ժամանակ ավելի մանրամասն կխոսենք։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, ինչպես շեշտեցի։ Զրուցում էինք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Այսպիսիներ դիտակ